Մեկ օրվա սննդակարգ ասեմ ձեզ, դուք փորձեք այդ ընսնվել, հետո ինձ կգրեք, ինչը ստացվել է, ինչը չի ստացվել։ Առավոտյան արթնանում ենք, կանգնում ենք շերտի վրա, որ ֆիքսենք, ինչից ենք սկսում։ Հետո խմում ենք 1-2 բաժակ գորգ ջուր կամ սենյակային ջուր, ոնց կուզեք, դուք ոնց եք սիրում, կոմենտներում գրեք, ես սիրում եմ գորգ ջուր ու իմ ջրի մեջ հավելացնում եմ Herbalife-ի մթերքները, որ դուք կարող եք պատվիրել մեզ մոտ ավելի լավ արդյունք ստանալու համար։ Դրանից հետո անպայման նախաճաշը, իմ նախաճաշը շոտվանից միայն կոկտեյլն է, ես ոչ իմ անել չեմ ուզում ու չեմ կարող ուտել առավոտները, որովհետև եւ ժամանակի խնդիրը եւ ախորժակ չունեմ, բայց նախաճաշը պետք է, չէ, որպեսզի չպատրաստենք նախաճաշ, մենք ուղղակի ջրով բացում ենք մեր կոկտեյլը կամ կաթով ու վայելում ենք համեղ, արագ, օգտակար կոկտեյլը, որը պարունակում է 25 տեսակի վիտամիններ, չես կարող սովորական սննդով այդքան վիտամիններ հանքանյութեր ստանաս, ամենակարևորը առուտիս ամբողջ օրը լավացնում է մաշկի որակը, մարմինի որակը եւ տալիս է էներգիա, ամենակարևորը ինչ որ բոլորից ադրաժեշտ։ Դրանից հետո հանգիստ 2.5-3 ժամ ոչ ոք չես ուզում ուտես, բայց ընթացքում անպայման ջուր խմեք։ Միջանկյալ, եթե դուք շուտ եք արթնանում, օրինակ 8-ին 7-ին կոկտեյլ խմել եք, 10-ի կողմերը, թեթև միջանկյալ կարող եք սուրճ խմել, կարող եք ուտել նուշ, կարող եք երկու փոքր կանաչ խնձոր ուտել, որպես թեթև միջանկյալ միջով ճաշի ժամը։ Եթե ձեր մոտ ճաշը 12-ին 1-ին, ուրեմն միջանկյալը շատ թեթև պետք է լինի։ Ճաշը դերձեք հավի լանգետ, 2 ճաշի բրինձ եւ կաղամբով կանաչիներով աղցան։ Աղցանի մեջ հավելացրեք լիմոնի հյութ եւ մի փոքր ձեթ եւ համեմունքներ, որպեսզի համով լինի։ Ճաշը պետք է նորմալ ուտես, որ հանգիստ 3 ժամ ոչ մի բան չուզենացած, ոչ մի պիրեգուս չենք անում։ Ուտելուց հետո, երբ որ անցնում է 20 րոպե, շարունակում ենք ջուր խմել, որպեսզի օրվա ընթացքում գումարը ստացվի մոտավորապես 1.5-2 լիտր ջուր։ Եթե նոր եք սկսում ջուր խմել, չունեք նման սովորություն ու դժվար եք խմում, այդ ջրի մեջ էլ ավելացրեք մեր բույսերը, որպեսզի հեշտ խմեք ու խմած ջուրը հեշտ դուրս գա օրգանիզմից։ Ժամը 5-ի կողմերը անպայման մի փոքր սնվեք, որպեսզի երեկոյան չչարաշահեք սնունդը, ով որ ամբողջ օրը նորմալ չի ուտում, իրիկունը շատակերություն է գալիս դրա համար, պետք է ժամը 5-ին Ժամը 5-ին առաջարկում եմ ուտել 2 հատ խաշած ձու, աղցան ու մի կտոր սև հաց մի փոքր կարագով։ Դրանից հետո էրի ջուր ենք խմում, բայց վերցից հետո ջուրը քչացնում ենք, արգելված չի, եթե ծարավ եք խմեք, բայց եթե դուք ամբողջ օրվա ընթացքում 1.5-2 լիտր խմել եք, երեկոյան շատ չեք ծարավելու։ Ու էրի գունը ընտրիկ կոկտեյլ, վերջ։ Հետո ինձ կգրեք, ինչ է ստացվել ձեզ։